Այս փաթեթով կարելի է ասել ներդնում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, սկզբից մինչև վերջ նկարագրված, եւ եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի եւ ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանուցված։ Նկարագրեմ, թե ինչպես է մեխանիզմն աշխատելու։ Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել։ Այս հանգամանքը արժանի է շեշտադրման, որովհետև մեր քաղաքացիներին հուզում է այն հարցը, թե արդյոք իրենք կարող են իրենց նախընտրած տարբերակով ծանուցվել եւ դրա պատասխանն է այո։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու է աշխատել հաջորդ քայլը։ Այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին դա այն է, երբ ծանուցվողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումը ավտոմատ փոխանցվում է փոստին եւ փոստը այն ծրարավորում է եւ ուղարկում անձի հաշվառման հասցեով։ Այս տարբերակը դեռ թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն այն դեպքերում, երբ անձը չբացի եւ չծանոթանա ծանուցմանը, ապա ծանուցումը նրան ուղարկվի նաեւ փոստային առաքանու միջոցով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար.am հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում։ Եվ ազդարար.am-ում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված։ Մի շատ կարևոր շեշտադրում, եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով ծանուցումներ կարող են ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով եւ այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրը անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից անձը մուտք է գործել տվյալ հարթակ, թե ոչ։ Այսինքն տվյալ դեպքում այլևս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով եւ ազդարար.am հարթակով ծանուցում։ Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ։ Կազմակերպությունները մտնելու են հարթակով աշխատելու համար եւ տեսնելու են իրենց ծանուցումները ստացված ոչ միայն պետական եկամուտների կոմիտեի կողմից, այլ նաեւ այլ մարմիններից։ Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են ծանուցումը ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից։ Եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է ազդարար.am կայքում եւ տեղադրվելուց հետո 5-րդ օրը նրանք համարվելու են ծանուցված։ Ծանուցումների տեղադրման կարգը, այդ թվում նաեւ թե որն է լինելու ծանուցման հարթակը, որ կայքում է գործելու պաշտոնական էլեկտրոնային փոստը եւ այլ տեխնիկական մանրամասները սահմանվելու են կառավարության որոշմամբ։ Մեկ նորամուծություն եւս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եւս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում։